լսվի։ Ինձ համար իրականում հպարտություն է եւ քիչ է լինում, որ խոսում եմ ու մեծարման խոսք եմ ասում, այսօր ինքս կամավոր նաեւ ցանկացա խոսել Սարգիսի մասին։ Մարդու ում հետ շփվել եմ մի քանի անգամ տարբեր առիթներով եւ ամեն անգամ վայելել եմ նրա ներկայությունը, վայելել եմ նրա համեստությունը, նրա հայրենասիրությունը, նրա սերը, նրա մեջ կուտակված սերը ամեն ինչի հանդեպ։ Եվ այսօր Սարգիս ջան, շնորհավորում եմ Անդրանիկ գրքիդ կապակցությամբ լույս ընծայման եւ մաղթում շարունակություն։ Գիտեք, գիրքը ինչպես է ստեղծվում։ Գիրքը մարդու հոգու զգացածն է, կուտակումն է, որը դուրս է ժայթքում, եթե ունես այդ հնարավորությունը ստեղծագործելու, այն չափի մեջ տեղավորելու ասելիքդ, ապա դառնում է ինքնին ստեղծագործություն։ Սարգիսի մոտ այդպես է։ Սեր ու հայրենասիրություն։ Ես նոր մի քիչ առաջ թերթեցի գիրքը, ես էլ նոր եմ տեսել եւ անմիջապես զգացվեց, որ ես պիտի տեսնեի այն, ինչ տեսել եմ իր մեջ։ Ուրիշ ոչինչ դեռ չկա։ Մաքրություն, ազնվություն եւ սեր շրջապատի, սեր հայրենիքի, սեր մարդկանց հանդեպ, սեր հավատի ու արժանինքների հայկական հային հայ պահող արժեքների մասին։ Առաջին բանաստեղծությունը, որը ես անմիջապես բացեցի ու տեսա, ասեցի ուրեմն սա ես պիտի երևի կարդամ, ես արցունքները կսրբեմ, քեզ կսեղմեմ ամուր ու էլ երբեք բաց չեմ թողնի։ Ես նոկտյուրնը իմ կավարտեմ ու կձոնեմ քո աչքերին, քո հայացքին ժպտադեմ։ Ախր ես սիրում եմ լոկ եւ գետի պես ուրախ խնդում, երբ հակինթե քո աչքերով նայում ես ինձ ու ծիծաղում։ Փոքրիկ դու հրեշտակ, անմեղության մարմնացում, ձայնդ սրինք ինձ անհատակ, ծովի նման գերում, տանում։ Սա այն զգացմունքն է, Սարգիս ջան, որը բուն է դրել քո մեջ, եւ թող հավերժող լինի, հավերժող երկար ու ամբողջ կյանքիդ ընթացքում։ Շնորհակալություն։ Ես կուզեմ շնորհակալություն հայտնել պարոն Ափինյան ձեզ, որ մեծացնում եք, բոլորի մեջ այնքան վստահություն եք ներշնչում, որ նրանք ճանապարհի կեսից չեն թողնում ու հեռանում։ Կուզեմ ասել շնորհակալություն Սարգիս ծնած մայրիկին։ Շնորհակալ ենք։